Լոռու մարզում M6 ավտոճանապարհը Աղթալա բնակավայրի հետ կապող երկրորդ կամրջի կառուցում։ Սա մեր մետաղական կամրջի երկրորդը եւ հարգելի գործընկերներ, հիշում եք, որ երբ որ ջրհեղեղը եղավ, մենք այնտեղ խնդիր ունեինք ժամանակավոր կամուրջ տեղադրելու եւ ժամանակավոր կամուրջ ձեռք բերեցինք Իրանի Իսլամական Հանրապետությունից, եթե չեմ սխալվում, եւ վերջերս այցի ընթացքում ես այցելեցի եւ անկեղծ ասած այդ կամուրջը տենց առանձնապես ժամանակավորի տպավորություն չի թողնում եւ պետք է ասել, որ իր տեսքն էլ բավականին լավ է։ Ես հիշում եք, որ ասում էի, որ այդ ավերված կամուրջների փոխարեն կոլորիտին համապատասխանող կամուրջներ կնախագծենք, կառուցենք, ինչը կարելի է ունենալ, բայց տեղում այդ կամուրջը տեսնելով, որը հիմա միակողմանի է աշխատում, այսինքն երկու մեքենա չեն կարող անցնել, ուղղակի տեղում համոզվեցինք, որ եթե կողքը այդ կամուրջից եւս մեկը դնենք, դա շատ երկար կծառայի եւ մենք առնվազն շատ երկար հանգիստ նախագծելու, այլ տարբերակներ մտածելու ժամանակ կունենանք։ Ընդ որում, ես չգիտեմ, այս ցանկում մենք ունենք, թե չունենք գանձաքարի ծակարի հետ կապված որևէ որոշում, բայց նաև գանձաքարի ծակարում, որը ելի ըստ ամենայնի այս տարի կավարտվի, այդ ճանապարհի վրա մենք պատմամշակութային հուշարձան կամուրջ ունենք եւ այնտեղ նաև նոր կամուրջ կառուցելու խնդիր կար եւ այդ օրերին էր, որ ես այցելեցի նաև այդտեղ եւ եկա այն համոզման, որ անտառի մեջ մենք ավելի, այսպես ասած, eco-friendly բառը տենց է չենք կարեցել հայերեն թարգմանենք, էկո բարենպաստ, բարենպաստ լուծում կարող են գտնել եւ այդ նույն կամուրջից երկու հատ դնել այնտեղ, ինչու, որովհետեւ անտառի մեջ եթե մենք կապիտալ շինարարություն անենք, մեծ շինհրապարակ ենք բացելու եւ իսկ այս տարբերակով մինիմալ բաներով, մինիմալ թվով ծառերի կարող է պարզվի նույնիսկ ծառ վնասելու բան չկա, անհրաժեշտություն չկա եւ այդ կամուրջներն իրենք կներգրվեն եւ հին կամուրջին եւ շրջակա միջավայրին։